Բարև ձեզ։ Այսօր մենք խոսենք այն երկրի մասին, որը նվիրել է մեծ Բեթհովեն, Ներփիերշիկ, հեծանիվ եւ մարդ, ում անունը չի կարելի տալ։ Ինչպես արդեն հասկացաք, այսօր մենք խոսելու ենք Գերմանիայի մասին։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի սրտում։ Ունի սահմաններ 9 երկրի հետ՝ Դանիա, Լեհաստան, Չեխիա, Ավստրիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Բելգիա եւ Նիդերլանդներ։ Մոտ 84 միլիոն բնակչությամբ այն ամենամեծ բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում։ Գերմանիայի ամենաբարձր լեռը Յուգշպիցեն է, 2962 մետր բարձրությամբ։ Երկիրը հարուստ է անտառներով, գետերով։ Գերմանացիները մեծ ուշադրություն են դարձնում բնության պահպանությանը։ Երկիրը բաժանված է 16 դաշնային երկրամասի, որոնցից յուրաքանչյուրը մի քիչ իր օրենքներով է ապրում։ Ունի Հյուսային ու Բալթիկ ծովերի ափեր, ոչ տաք, բայց մաքուր։ Գետերի մեջ կարևորներն են Ռայնը, Դանուբը եւ Էլբան, հատկապես Դանուբը, որը անցնում է մի քանի երկրների միջով։ Իսկ Գերմանիայում իր սկզբնամասով։ Գերմանիայի պատմությունը հարուստ է, երբեմն հուզիչ, երբեմն զավեշտալի, երբեմն մի փոքր խնդրահարույց։ Օրինակ 1920-ականներին այս երկրում տնտեսական ճգնաժամը այնքան ուժեղ էր, որ մարդիկ փողի կտրոնը վառան էին վառում։ Իսկ 1923 թվականի հոկտեմբերին մեկ հացը արժեր 200 միլիարդ ֆրանկ։ Բայց բոլորս էլ գիտենք այն լուսավոր անձնավորությանը, ով հանեց Գերմանիային այդ վիճակից։ Գերմանիայի դրոշը բաղկացած է 3 հորիզոնական գծերից՝ սև, կարմիր եւ ոսկեգույն։ Սևը խորհրդանշում է հին ճնշումները, պայքարը մթության դեմ, ինչպես նաեւ դժվարությունները, որոնց միջով անցել է գերմանական ժողովուրդը։ Կարմիրը խորհրդանշում է հեղափոխությունները, ազատության համար հեղված արյունը եւ միասնականության ձգտումը։ Ոսկեգույնը, դեղինը, խորհրդանշում է ապագան, հույսը, ազատությունը եւ ժողովրդավարությունը։ Զինանշանը ոսկեգույն վահանի վրա սև արծիվ է, գերմանական միասնության եւ ուժի խորհրդանիշ։ Գերմանիայի նշանավոր քաղաքներից են Բերլինը, մայրաքաղաքն է, որտեղ ամեն երկրորդ շենքը պատմություն է հիշեցնում։ Մյունխենը, Գերմանիայի ամենաթանկ քաղաքն է, այստեղ է գտնվում BMW-ի գործարանը, նաեւ շատ ֆուտբոլային մարզադաշտեր։ Համբուրգ, նավեր, ջուր, ռեստորաններ, նաեւ համբուրգերի հայրենիքը։ Քյոլն, հայտնի հսկա տաճարի եւ փոքր փողոցների հայրենիք։ Ռոթենբուրգ, հեքիաթային քաղաք, որտեղ եթե Instagram չունես, ուղղակի չարժե գնալ։ Տնտեսություն։ Գերմանիան աշխարհի 4-րդ ամենամեծ տնտեսությունն ունի եւ Եվրոպայում առաջինն է։ Արտահանում է մեքենաներ, էլեկտրոնիկա, դեղամիջոցներ, քիմիական նյութեր եւ տեխնիկա։ BMW, Mercedes-Benz, Siemens, Bosch, Volkswagen։ Այս ամենը գերմանական բրենդեր են։ Ֆրանկֆուրտում տեղակայված է Եվրոպական կենտրոնական բանկը եւ եվրոն տպվում է հենց այստեղ։ Բանակ։ Գերմանիան ՆԱՏՕ-ի հզոր եւ ազդեցուցիչ անդամ է։ Չնայած երկրորդ համաշխարհայինից հետո սահմանափակումներ կային, այսօր ունի ժամանակակից ու տեխնիկապես հագեցած բանակ, որն իր դերը խաղում է միջազգային առաքելություններում։ Կրթություն եւ գիտություն։ Գերմանիան ունի անվճար եւ բարձրորակ համալսարաններ, ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրացիների համար։ Ավանդույթներ։ Գերմանացիները մեծ նշանակություն են տալիս ճշտապահությանը։ Ամեն ինչ պետք է արվի ըստ կարգի, նույնիսկ անձնական կյանքում։ Ծնունդները, հարսանիքները նշում են պարզ, բայց կազմակերպված։ Գարեջրի փառատոները, ինչպես Օկտոբերֆեսթը, ազգային ավանդույթների իմաստն է։ Նոր տարում գերմանացիները սիրում են մաղթանքների արձակություն, բացականչելով Guten Rutsch։ Սնունդ։ Գերմանական խոհանոցը հիմնված է մսի, կարտոֆիլի, թթու կաղամբի ու հացատեսակների վրա։ Հատուկ տեղ ունի բրատվուրստը եւ շնիցելը։ Ух ты! На трон села! Царь во дворца! Գարեջուրն այստեղ ավելի շատ է, քան ջուրը որոշ վայրերում։ Տարօրինակ փաստեր Գերմանիայի մասին։ Գերմանացիները ամեն տարի արտադրում են մոտ 6 միլիարդ լիտր գարեջուր։ Գերմանիայում արգելված անջատել անձի Wi-Fi գաղտնաբառը հանրային տարածքում։ Շները համարվում են ընտանիքի լիարժեք անդամներ եւ հաճախ նստում են ռեստորաններում տերերի հետ։ Գերմանիայում կիրակի օրը արգելված է աղմկել։ Նույնիսկ լվացքի մեքենա միացնելը համարվում է գրեթե հանցագործություն։ Նրանց մոտ ամեն ինչ ունի տեխնիկական ստանդարտ։ Նույնիսկ լոլիկի համար առանձին չափման միավոր կա։